կանայք գիտեք չէ ինչքան են նվիրվում իրանց երեխաներին թորներին եւ իրանց անձը որպես անձ կարծում եմ ամեն մարդ իրավունք ունի մտածի իր մասին որպես անձ իմ սպորտային ընկերներից մեկը ուրեմն 50 տարեկանում նոր սկսել է թենիս խաղալ երկրորդ շնչառություն է եւ հիմի շատ ակտիվ շաբաթը 3 անգամ տենիսի կորտում է դա բնորոշում է նրա մասին որ մարդը երբեք ուշ չի որևէ զբաղմունքներով անի թվում է որ տենիսը պետք է 10 տարեկանից սկսես որ ինչ որ ոչ որևէ ժամանակ կարող ես սկսել եւ պետք է սկսես պետք է անես պետք է զբաղմունք գտնես եւ դա միայն տենիս խաղալ չի դա բերում է մի հատ նոր միջավայր ընկերական միջավայր շփումների հնարավորություն զբաղմունքի հնարավորություն դա լրիվ փոխում է քո կյանքի ձևը ես չեմ ասում էգոիստ դառնաս մտածես քո մասին ամեն ինչ իր տեղը ունի բայց չի կարելի 100%-ով միայն նվիրվել ասենք երեխաներին թորներին ասել իմ կյանքը սրանով ավարտված է ոչ ավարտված չի կան ինչ որ բաներ որ տեսնում եք որ 60-ից հետո Հայաստանում մարդիկ այն չեն անում որ շատ ակնհայտ է ձեզ մանավանդ որ ճամփորդում եք տեսնում եք ու հնարավոր է ինչ որ մի ձևով པարզ գործողությունների ձևով մարդկանց դրթենք ովքեր որ մեզ լսում են թոշակի անցնելուց հետո կամ ինչ որ մի ձևով կյանքը բովանդակալից դարձան որովհետև կարծես թե մարդիկ իմաստ չեն տեսնում 60-ից հետո ապրելու մեջ որ абսուրդ է այնիշ դա երկրորդ շնչառություն վերցնելու ժամանակն է մենք պետք է մի քիչ սովորենք ուրիշ ազգերից էլ օրինակ ամերիկացիները կարող է 70-ից հետո սկսեն դասեր վերցնել դաշնամուր նվագելու կամ ուրիշ գործիք նվագելու երաժշտությունով զբաղվելու ես չեմ կարծում որ մերոնք նման միտք կարող են առաջացնել այդ տարիքում իրանց թվում է որ արդեն իրենց դարը անցել է իրանք պետք է ապրեն միայն երեխաներով թորներով իրանց մասին պետք է մոռանան նամանավանդ կանայք երաժշտություն դրա մասին հարց եմ ուզում տալ երաժշտության դերը ձեր կյանքում ինչ որ գործիք նվագում եք սիրում եք լսում եք ուղղակի երաժշտասեր եք թե ես կարող եմ ասեմ որ ես ավելի շատ երաժշտության մեջ եմ բայց ազատ ժամերին զբաղվում եմ բիզնեսով իսկապես իմ համար երաժշտությունը իմ կյանքն է ես սովորել եմ ջութակ եւ ավարտել եմ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցը եւ համալսարանի տարիներում 4 տարի նվագել եմ ջութակարների անսամբլում մեծ հաջողություններ ենք ունեցել եւ այլն բայց հետո գործիքը փոխեցի դաշնամուրի եւ հիմա ակտիվ նվագում եմ եւ առիթ եմ ման գալիս որ ժամանակ ունենամ որ ինչ որ մի նոր բան կամ սովորեմ կամ ինքս ստեղծագործեմ այդ դա էլ ինձ շատ ուժ է տալիս որ այսպիսի փորձանքների դուրս գալուց երբ որ ինձ վատ եմ զգում ես կարող եմ նստեմ դաշնամուրի առաջ 1 ժամ նվագեմ եւ դրանից հետո ոնց որ ամեն ինչ իր ճիշտ տեղն է գնում ամոքիչ բան է երաժշտությունը ես համակարծիք եմ այո եւ երաժշտությունը տարիք չունի եւ ով որ ասենք ժամանակ չունի կամ հնարավորություն չունի ինքը սովորելու նոր գործիք թեկուզ լսելու անverջ գեղեցկություն անverջ հոգեկան բավարարություն կա Փառք Աստծո մեր նախնիները մեծ լավ մեզ թողել են ժառանգություն արտակարգ երաժշտության տեսքով այ մենք պետք է այդ ժառանգությունը կարողանանք ինքներս էլ մարսենք վերցնենք եւ մենք էլ փոխանցենք մեր նոր սերունդներին Անսպառ ինչ եք լսում դասական երաժշտություն հայկական շարականներ Ես ամեն տեսակ երաժշտություն սիրում եմ բայց ավելի շատ լսում եմ դասական եւ ունեմ մեծ հավաքածու եւ այդ հավաքածուն ասենք նույն գործը ես կարող եմ ունենալ 7-8 տարբեր կատարումներով եւ ամեն անգամ մտածում եմ որ մի կատարումը ես անգամ լսեմ որ հասկանամ թե ինչ են ուզեցել ասեն ինչքանով են իրենք սկզբնաղբյուրը ինչ ձևով են սկզբնաղբյուրը ներկայացնում
Աստվածային է իսկապես երաժշտություն դառնում, ոնց են համադրել նոտաները, այդ զգացողությունը հանճարեղ գործեր կան։ Այսքան լավ բան եք ասում։ Ես շատ եմ սիրում ասեմ, որ ես համարում եմ, որ աշխարհի ամենամեծ տաղանդները դա կոմպոզիտորներն են։ Ավելի շատ, քան գիտնականները։ Գիտնականները, եթե ես այդ մի բանը չգտնեմ, ինչ որ մեկը ինձանից հետո կգտնի դա։ Իսկ երաժշտությունը ոչ մեկը Մոցարտի ռեկվիեմը նորից չի կարող գրել, դա անհնար է։ Դրա համար եւ պատկերացրեք գլխի մեջ ունենալով մի 10 ինստրումենտի համադրություն, որ միակ այդ համադրությունն է, որ ստեղծում է այդ գեղեցկությունը, եւ միտքը ոչ թե լինի մի մելոդիկ մի շարք, այլ ամբողջ զարգացում, ոնց է սկզբից սկսում թեման, ոնց է թեման զարգացնում, տանում առաջ, բերում, փոփոխում, դա նամանად Բեթհովենի ստեղծագործություններում դա կատարյալ, դա հասել է ֆանտաստիկ աստիճանի, որ չեմ համարում, որ մեկը կարող է դա երբևիցե անցնի, կրկնել կամ անցնել, եւ եթե արհեստական բանականությունը կարող է նոր օրենքներ գտնի, ես չեմ հավատում, որ կարողանա այդ մակարդակի Բեթհովենի, Մոցարտի, Բախի մակարդակի երաժշտություն գրի։ Հրաշալի է, բժիշկները քանիցս մեր տաղավարում ասել են, որ ուղեղի աշխատանքը խթանելու համար անպայման հարկավոր է դասական երաժշտություն լսել, որովհետև ելևէջները սպասումը, կանխատեսումը, որ հետո ինչ կլինի, դա ուղղակի մարդու ուղեղն է զարգացնում, հետաքրքիր է, որ դուք բոլոր այն հնարքները, որ բժշկությունը առաջարկում է ուղեղի աշխատանքը խթանելու համար, դուք բոլորը, գրեթե բոլորը, առանց բացառության բոլորը կիրառում եք, դրա համար էլ տարիքը գաղտնիք պահեցիք։ Դուք շատ ճիշտ եք ասում եւ կան գիտական հետազոտություններ, ես մի քանի հոդված կարդացել եմ, Դանիայում են շատ կարևոր մի արդյունք եկել, որ եթե դպրոցական երեխան, ասենք, նվագում է, օրինակ դաշնամուր, միանգամից ինչն է աշխատում, որ պետք է մոտորիկան եւ գլուխը պետք է իրար հետ կոորդինացված աջ ձեռքը, ձախ ձեռքը միասին եւ գլուխը պետք է աշխատի, պետք է նոտաները նայես, որ նոտաները եւ քո ձեռքերը իրար հետ կոորդինացվեն եւ հետո այդ ամեն ինչը պետք է հիշես, հիշողությունը դե զարգանում եւ ապացուցել են, որ հետո այդ նույն երեխաները մաթեմատիկայում շատ ավելի լավ արդյունքներ են ստացել, քան նրանք, որ երաժշտությամբ չեն զբաղվել։ Ես մի բան եմ ասում, ամենալավ բանը, որ պատահել է մարդկության հետ, դա երաժշտությունն է, ես իսկապես այս առումով շատ սուբյեկտիվ եմ։ Դուք իմ հոգուց եք խոսում։ Պարոն Հովհաննիսյան, մեկ էլ մի բան էս կենսաթոշակառու ասացի հետ կապված, դուք ոնց որ թոշակի եք անցել, բայց ոչ մի կերպ չեք անցել, էլի։ Ո՞վ անցել, ես չեմ։ Դուք եք անցել թոշակի։ Ես միջալուց թոշակ չեմ ստանում։ Ոնց եք հարմարեցրել։ Սկզբունքային է թոշակ չստանալը։ Սկզբունքային որոշել եմ չստանալ, որտեվ ես որ ակտիվ աշխատում եմ, ինչ թոշակ, այդ բառը ինձ համար անհասկանալի է եւ ընդհանրապես իհարկե մի տարի կա, որ մարդը պետք է իմանա, որ արդեն ինքը պետք է իր ակտիվությունը ուղղի ուրիշ տեղ, ոչ թե իր աշխատանքային, բայց ես այդքան բաները որ նկարագրեցի, կարող է երևի 80 տարեկանն էլ սկսի տենիս խաղալ եւ ոչ մեկը չի կարող ասել, թե դա սխալ է։ Եվ ամեն մարդ պետք է իր համար, իր ֆիզիկական հնարավորությունների, իր մտային հնարավորությունների, բայց մի բան պետք է գտնի։ Մի բան պետք է գտնի, որը իրեն պետք է հաճույք պատճառի։ Okay, հարազատ լինի։ Հա, ոչ թե ստիպված անի։ Եթե դու գնում եք լողավազան ստիպված, միայն նրա համար, որ ձեզ ասել են, որ պարտադիր պետք է անեք, ես չեմ կարող գնահատել դրա օգուտը ինչքան է։ Էլի օգուտ է, որտեվ գիտեմ, որ լողավազանը օգտակար է, բայց պետք է այնպեսի բան լինի, որ դու կարոտես։ Ես օրինակ անհամբեր սպասում եմ, երբ պիտի մյուս անգամ ես գնամ տենիսի կորտ, տենիս խաղամ։ Անցել շաբաթ-կիրակի Ծաղկաձորում 2 օր մենք տենիսի տուրնիրի մեջ էինք։ Առավոտվանից մինչև երեկո։ Այնքան խաղացինք, մինչև աջ ձեռքս մի քիչ վնասեցի։ Ուզում ասեմ, պետք է սպասես, պետք է ուզենաս, պետք է կապնվես քո մյուս ընկերների հետ, որոնք որ այդ գործով զբաղվում են, հետները պայմանավորվես, ոնց անենք, ուր գնանք, ոնց հանդիպենք, ինչ անենք, վերջում էլ գնանք բանկետի մրցումներ։ Ամբողջ ատրիբուտներով։ Այո, դա կարծում եմ ամենակարևոր բանն է։ Թեկուզ շախմատ խաղան, նայեք, շախմատը ֆիզիկական չի,
բայց Միտքն շատ եմ կարծում առզում։ եմ մեր հայերի համար դա գիտեմ որ այգիներում ասենք ես որ նայում եմ ուրախությունից Տաղավարներում, չգիտեմ հա։ ինչ անեմ թեկուզ նարդի ես էլ շատ սիրում եմ նարդի խաղալ Կարճ եք խաղում թե չէ երկար։ երկար որտեղ որ լուրջ խաղ կա Լուրջ հաշիվ կա։ հա լուրջ այո այդ ամենը պետք է լինի մարդու առօրյա գործունեության մեջ որ ինքը զգա որ ինքը զբաղված է ինքը հետաքրություն ունի եւ անհամբեր սպասում է այդ հետաքրությունը իրականացնելու